Տեսեք 18 հատոր է ներկայացվել քննիչի կողմից միջնորդությանը կից։ Այդ 18 հատորում միակ տվյալը դա երևի թե կենսագրական տվյալներն են Սամվել Կարապետյանի եւ այն հարցազրույցը, որը բոլորը տեսել եք։ Այսինքն այլ մնացած տվյալները ընդհանրապես առնչություն չունեն, բայց կարգը այնպիսին է, եթե տվյալ են, որ նշվածը առնչություն չունի, որ նշվածը հեյրուրանք է եւ այլ Դրա համար ստիպված ենք լինում որոշ հանգամանքների ավելի երկար անդրադառնալ, նաև նույն Վճռաբեկ դատարան, Վերաքննիչ քրեական դատարան այս հանգամանքների վերաբերյալ էլ կարևոր շեշտադրումներ կային։ Բայց ես ինչի համար էի ուզում նշված այնուհետև նաև քննիչը եւ դատախազը իրացրեցին իրենց իրավունքը եւ հարցեր տրամադրեցին տալիս եւ իհարկե այս ամենի առանցքային դեռևս 2025 թվականի հունիսի 18-ից մինչ օրս իհարկե հանդիսանում են նաև զանգվածային լրատվության միջոցների գործընկերները, որովհետև հատկապես երբ բախվում ես քաղաքական հետապնդման, իրավունքների պաշտպանության ամենակարևոր գործառույթը դա իրավունքների խախտումների մասին բարձրաձայնումն է։ Իսկ մենք այդ հնարավորությունից առանց ձեզ չենք կարող օգտվել։ Փառք ու պատիվ նաև ձեզ, գործընկերներ, հալալ լինի նաև ձեզ։ Շնորհակալություն Պարոն Վարդևանյան, Սամվել Կարապետյանը տրամադրություն ոնց է ելույթ ունեցել է առասարակ որոշ հարցերի հենց ինքը անդրադարձ կատարել է իր տրամադրությունը, իր մոտեցումները, իր կամքը, վճռականությունը որևէ կերպ չնայած 5 ամիս շարունակվող կալանքին եւ կան հանգամանքներ, որոնց վերաբերյալ մենք պարզապես չենք բարձրաձայնում, բայց մարդկային իմաստով, մարդասիրության տեսանկյունից պատկերացրեք 5 ամիս կալանք ոչ մի բանի պայմաններում։ Դա իսկապես ծանրագույն իրավիճակ է, բայց Սամվել Կարապետյանի դեպքում կարծես այդ ամենը որևէ ձևով չնկատվի, բայց մարդկային տեսանկյունից, իրավունքի տեսանկյունից, լավ հայ մարդուն բնորոշ վարքագծի տեսանկյունից, այս ամեն ինչը մեզ սազեկան է։ Լավ ամբողջ աշխարհի առջև մենք ինչ ենք մատուցում այս ամենի պայմաններում։ Մենք եթե մեր ազգությամբ հայ խոշոր գործարարին, ներդրողին վերաբերվում ենք այսպես, ինչ ենք պատկերացնում, որ օտարերկրյա ներդրողը պետք է պատկերացում կազմի Հայաստանի մասին։ Մի օրվա ընթացքում սեփականության իրավունքի միջամտություն, անձնական ազատության իրավունքի միջամտություն, լավ էս ամեն ինչին ի վերջո մի պահ կարելի է վերջ տալ։ Ի վերջո կարելի է վերջ տալ, այն որ ինքը նաև իր դիրքորոշումն էլ կարճ շեշտադրումներով ներկայացրեց, ինչպես նաև նախկինում այլ նիստերի ընթացքում, դա բնական է, բայց ես ուրիշ բանն եմ ուզում հասկանալ, վերջին շրջանում բոլոր մարի այլընտրանք, այդ թվում համակցությամբ կիրառելով։ Դրա վերաբերյալ առիթը կլինի մանրամասները եւս կներկայացնեմ, ձեզ շնորհակալություն շատ։ Հասցրել եք խոսել պարոն Կարապետյանի հետ հեցի այսօրվա լիցենզիայից։ Դրա վերաբերյալ առանձին կարծում եմ դեռ հնարավորություն կունենանք խոսելու, տենց հատուկ մանրամասներ այս պահին չփոխանցեմ։ Շնորհակալություն։